Սիրելի եկեղեցի, գիտեք, աշխարհը ինքը տառապում է անտարբերությամբ։ Անտարբերությունը այս աշխարհի հոգին է, ոգին է։ Անտարբերությունը իմ հոգը չի, հարևանը մահանում է, իր հոգը չի, ինչ որ բան է կատարվում, ինքը անտարբեր։ Ու երբեմն միգուցե միամտորեն մենք այս անտարբերությունը փորձում ենք բերենք Աստծո տուն։ Բայց անտարբերությունը ինքը աշխարհի հոգին է, ինքը արքայության հոգին չի։ Արքայության հոգին սերն է ու սրտացավությունը։ Տենց է թե չէ։ Ուզում եմ մի խոսք կարդամ, Եբրայեցիների 2:3-ը։ Ասում է. մենք ինչպես պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նա խրճակվեց Տիրոջ կողմից եւ ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել են այն, ու հետո շարունակում է Եբրայեցիների թղթի հեղինակը, ասում է, որտեղ Աստված վկայեց հրաշքներով, նշաններով։ Ասում է, նույնիսկ մենք չենք կարող փրկվել, եթե անտարբեր գտնվենք այդ փրկության հանդեպ։ Այսինքն, եթե բարի լուրի ինչ որ մեկին քարոզում են, ու ինքը անտարբեր է դրա հանդեպ, ինքը չի փրկվի։ Ու ես ուզում եմ մի բան ասեմ, սիրելիներս, եթե մենք չենք փրկվի, որովհետև անտարբեր ենք բարի լուրի հանդեպ, ապա լինելով արդեն փրկված եկեղեցու, մենք պիտի մերժենք անտարբեր վերաբերմունքը։ Ու ես ուզում եմ այսօր մի քանի բան խոսեմ քո սրտին։ Ու այսօր մենք կարճ աղոթք կանենք, ու հետո Աստծո մարդը կքարոզե։ Միգուցե մենք անտարբեր ենք Աստծո ներկայության հանդեպ դարձել։ Միգուցե մենք անտարբեր ենք երկրպագության ժամանակ, անտարբեր ենք խոսքին, անտարբեր ենք իրար նկատմամբ դարձել։ Էլ չի հետաքրքրում մեր եղբայրը։ Կա են ուր է եղբայրդ, հոյեսի եղբոր պահակը չեմ, անտարբերություն, աբիսողոմ, ոչ լավ էր խոսում աղբոր հետ, ոչ վատ, Ամնոնի, ոչ լավ, ոչ վատ, անտարբեր էր, 2 տարի հետո սպանեց։ Արքայության մտնոլորտը սա հոգատարությունն ու սերն է։ Անտարբերությունը մտել է եկեղեցի դիվային միջամտությամբ։ Ու եթե այսօր ես ու դու նստած ենք Աստծո տան մեջ, բայց մեր սիրտը անտարբեր է, այսօր լավ հնարավորություն ունենք Աստծո կրակով լցվենք, իր սիրով լցվենք, ու ասենք Տեր, ես որոշում եմ չլինեմ անտարբեր։ Անտարբեր Աստծո տան հանդեպ, Աստծո գործի հանդեպ։ Մեզ Աստված անտարբերության կոշիկներ չի հագցրել։ Հագեք, վերցրեք հավատքի վահանը ու անտարբերության կոշիկները, տենց է գրած։ Ոչ, պատրաստակամության կոշիկ, սա անտարբերության հակառակն է։ Աստծո ժողովուրդ, այսօր լավ ժամանակ է իմ ու քո համար անտարբերությունից քայլ անենք դեպի գործողություն։ Միմյանց նկատմամբ անտարբերությունից քայլ անենք դեպի հոգատարություն։ Աստծո գործի հանդեպ անտարբերությունից քայլ անենք դեպի ծառայություն։ Այսօր ցանկացած ծառայող ինքը հերոս է։ Այսօր պիտի լինես հերոս, որ ծառայես արքայության մեջ։ Ու ես շնորհակալ եմ եկեղեցու բոլոր ծառայողներին, ում հետ միասին մենք կառուցում ենք Աստծո տունը ու տարածում ենք Աստծո արքայությունը։ Ու միասին դեռ շատ բան ունենք անելու։ Ամեն։ Պատկերացնում եք Հիսուսը մեր հանդեպ անտարբեր լիներ։
Սենց ուղղակի քո կողքով անտարբեր անցներ ու չփրկեր։ Ու դու փրկության կարիք ունեն։ Մենք կկորեինք։ Մենք ուղղակի կկորեինք։ Եկեք անտարբերությամբ չպատասխանենք սիրող Աստծուն։ Եկեք անտարբերությամբ չպատասխանենք այն մեծ գործին, որ Գողգոթայի վրա եղել է ու քարոզենք պարզ հասարակ ավետարան։ Դու կասես որտեղ, այնտեղ որտեղ աշխատում ես, քո բարեկամների ու հարազատների մոտ։ Ամեն։ Թույլ կտաք հաղորդեմ ձեր համար։ Կա մարդով կարիք ունի կրակով վառվելու, ով զգում է, որ մի քիչ անտարբեր է դարձել։ Կա 4 հոգի ձեր բարձացրեցին, եկեղեցու կեսն էլ ամաչում է ձեր բարձացնի, ոչինչ, լավ, ոչինչ, հալելույա Տեր, հալելույա Հիսուս, հալելույա։ Ուղղակի ձեռքդ պարզի ընդունի, եթե կարիք ունես, Աստծու մոտ այնքան հասարակ է, այնքան հեշտ է այս ամենը, Տեր Հիսուսի անունով։ Ես հակառակվում եմ ամեն անտարբերության Աստծո տան մեջ, ամեն անտարբերության ավետարանը քարոզելու հանդեպ, ամեն անտարբերության եկեղեցու մեջ փոխհարաբերության, ամեն անտարբերության մեր քրոջը, մեր եղբորը, ես հակառակվում եմ ամեն անտարբերության Աստծո ներկայության ու Աստծո խոսքի հանդեպ, Հիսուսի անունով։ Ես հանդիմանում եմ այն մտքերը, այն մտածելակերպը, որոնք որ բերել են այս անտարբերություն Աստծո տուն։ Ու ես խոսում եմ այսօրվա ծառայության մեջ Աստծո սիրո կրակը, Աստծո առատ կրակը, Աստծո կրակը իմ քույրերի ու եղբայրների սրտերի մեջ Հիսուսի փառավոր անունով, որպեսզի վառվենք Աստծո գործը գործելու նախանձով, Հիսուսի անունով, ամեն։ Մենք կամ վառվում ենք Աստծո գործը գործելի նախանձով, կամ անտարբեր ենք, ամեն։